30-ական թվականներին, եթե հիշում եք, այնտեղ Ամերիկայում երբ որ փորձում էին Մուսալերան 40 օրը նաև ֆիլմ նկարահանել, իրենց դեսպանը շատ ակտիվորեն աշխատում էր եւ ի վերջո այդ մտահղացումը կարողացավ փաստորեն չեղարկել, այնպես որ թուրքական պետությունը երբեք չի դադարել ժխտել հայոց ցեղասպանությունը։ Իսկ հիմա այդ ինչ փուլում է այդ ժխտողականության։ Ժխտողականությունը ցավոք չմնաց միայն Թուրքիայի սահմաններում։ Այնտեղ գիտենք թուրք պատմաբաններ, Էսատուրաս եւ այլն կան ահագին մեծ քանակությամբ գործեր ստեղծվել են Թուրքիայում թուրքերեն լեզվով, սակայն ցավալին է, որ չմնաց միայն Թուրքիայում, ժխտողականությունը արտահանվեց նաև դուրս եւ որ ամենասարսափելին է արևմտյան ակադեմիական շրջանակներ։ Ընդ որում թուրքական գիտնականները, որոնք այդ ժխտողականության կողմնակից։ Այո, թուրքական պետության անմիջական հովանավորությամբ, նաև ֆինանսավորմամբ, օրինակ ամենանշանակալից կառույցներից մեկը 1982 թվականին Ջորջթաունի համալսարանում հեղինակավոր ստեղծված այսպես կոչված թուրքագիտության ինստիտուտն էր, որը ղեկավարելու համար հրավիրվեց Հիթ Լաուրին, այսպես հայտնի ժխտողական ղեկավարը, որը իդեպ եղել է UCLA-ում Ստենֆորդ Շոուի աշակերտը, որը տարիներ շարունակ Ռիչարդ Հովհաննիսյանի, այսպես եթե ճիշտ ենք ձևակերպում, հակառակորդն էր, այնտեղ նա թուրքագիտության խոշոր դեմք էր, Ռիչարդ Հովհաննիսյանը հայագիտության, եւ դրա աշակերտը այո եկավ եւ մինչեւ 94 թվականը թուրքագիտության ինստիտուտը